Պողոս առաքյալի առաջին թուղթը Տիմոթեոսին, գլուխ 5. Այն երեցները, որոնք լավ վերակացու են, կրկնակի պատվի արժանի թող լինեն, մանավանդ նրանք, որ տքնում են խոսքով և ուսուցանելով, քանզի Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի կապիր, և մշակն արժանի է իր վարձին»։ Երեցի մասին ամբաստանություն մի ընդունիր, բացի այն դեպքից, երբ դա 2 կամ 3 վկաներով լինի, իսկ մեղանչողներին հանդիմանիր բոլորի առաջ, որպեսզի մյուսներն էլ վախենան։ Պարտավորեցնում եմ քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի ու ընտրյալ հրեշտակների առաջ, որ այս բոլորը պահես առանց նախապաշարումի, աչառությամբ ոչինչ չանելով։ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ավետարան ըստ Մատթեոսի, գլուխ 10. Այսուհետև նրանցից չվախենաք, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի։ Ինչ ձեզ ասում եմ խավարի մեջ, դուք ասացեք լույսի մեջ, և ինչ լսում եք ականջի մեջ փսփսուքով, հրապարակեցեք տանիքների վրայից, և մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, այլ դուք առավել վախեցեք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը։ Չէ՞ որ 2 ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, բայց նրանցից մեկն անգամ առանց ձեր հոր գետին չի ընկնում, և ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշվված են։ Արդ մի վախեցեք, քանի որ բազում ճնճղուկներից լավ եք դուք։ Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ հոր առաջ, որ երկնքում է, և ով ինձ կուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ հոր առաջ, որ երկնքում է։